մեկին եթե ուզում ես հավաքագրես, ես իմ պրոֆեսիայից ասեմ, այդ հապավում կա մայսն ասում, ուրեմն money, ideology, compromise եւ ego, այդ ձևերով ես մարդուն հավաքագրում կոնտրոլանում, հա, այսպես ասած, նրա խթանիչ բաները, փողով կարող ես մեկին գայթակղեցնես, որ նա քո համար աշխատի, մյուսը իդեոլոգիայով, դե ինչ է, ինչ ես կպել այդ եկեղեցուն եւ այլն, դու ավելի խելոք մարդ ես եւ այլն, հավատում ես, որ մենք պետք է եղբայր ժողովուրդներ ենք, դու պետք է ավելի լավ կլինի քո հենց ազգիդ համար, որ լինես, ասենք, Ռուսաստանի կողմի, իդեոլոգիա են բացատրում, մյուսը բանն է, ասեցի, կոմպրոմայզն է, կոմպրոմատ քո վրա, իսկ կոմպրոմատի համար ամենալավ բանը, որ դու ինչ անես, մի բան անես, որը ամոթ բան է, կամ խախտում է ինչ-որ օրենքներ, կամ ինչ-որ բան է անում, չէ, ուրեմն խրախուսում ես, որ նա անի դա։ Երբեք Ռուսաստանը քեզ ոչ մի քահանայի կամ ներողություն եպիսկոպոսի ձեռքը չի բռնի, ասի ինչ ես անում, ախպեր ջան։ Չհակառակը խրախուսի նույնիսկ ինքն էլ կներկայացնի ում որ պետք է ստեղծի պայմանները, որ դա հանդիպի մարդկանց, կնա աղջիկները, չգիտեմ, գնամ ինչ անի եւ այլն, ինչու որտեղ դա կոմպրոմատ է իր համար, որ իրան ձեռքը լծակ է տալիս, անպայման նա կխրախուսի դրա համար, այդ բոլոր իրանք ասում են, չէ՞, բան կար սովետում, ասում եթե չի խմում, չի ծխում, այսինքն վատ սովորություններ չունի, ուրեմն շպիոն է։